Գիտեք, անգամ հայտնի Դավթի եւ Գողիաթի օրինակում, որ ասում եմ դա սատանայի ձեռքում հզոր զենք է, հիմա օրինակներ եմ բերելու, որպեսզի մեզ համար ակնառու լինի, երբ որ Դավիթը փոքրամարմին է եւ Աստծո խոսքը նկարագրում է, որ Դավիթը այդքան թիկնեղ եւ հասակով մեծ չէր եւ ինքը բավականին փոքրամարմին էր, անգամ երբ ինքը կանգնում է թագավորի առաջ եւ ասում է թույլ տուր, որ ես գնամ այդ անթլպատ փղշտացուն, էսով է որ կենթանի Աստծուն նախատի, թույլ տուր գնամ ու մարտնչեմ, թող քո սիրտը չվախենա, մենք տեսնում ենք, որ թագավորը նայելով Դավթի ֆիզիկական, ուրեմն տվյալներին, այնքան էլ տենց վստահությամբ չի լսվում։ Առաջին հայացքից ասում ախր նա պատերազմի մարդ է, որովհետև բոլորը տեսնում են Գողիաթի հասակը, նրա ֆիզիկական զորությունը եւ գրված է, որ բոլորը վախեցած էին։ Եվ երբ որ Դավիթը համոզում է եւ ասում է ես արջ եմ սպանել, Տերը ինձ հետ ա եղել, թույլ տուր գնամ, մի շատ զարմանալի բան է տեղի ունենում այս պատմության մեջ։ Ուրեմն դեմից գալիս է Գողիաթը, արդեն 40 օր տեսած, որ բոլորը իրենից վախենում են, որովհետև 40 օր դուրս է գալիս, ասում է կա տեղ մեկը, որ իմ հետ գա մենամարտելու, ու մենք հասկանանք ով ում ծառայ է լինելու, եւ ոչ մեկը դուրս չի գալիս։ Եվ ինքը 40 օր էս վստահությամբ, ինքն իրեն կերակրելով, իրենից ես մտածում եմ շատ գոհ, դուրս է գալիս ու տեսնում է իր առաջ կանգնած Դավթին։ Բայց տեսնում է Դավթին փոքրամարմին, ինքը 3.5 մետրանոց այսպես հսկա է, իսկ Դավիթը այդքան էլ բարձրահասակ չի։ Ու գիտեք, առաջին հայացքից թվում է, որ Գողիաթը պիտի այսպես ուրախությամբ, դանդաղորեն, առանց ծպտուն հանելու գար ու Դավթի հարցերը լուծեր։ Ճիշտ է թե չէ։ Ասենք պատկերացրեք երկու անգամ ավելի մեծ հզոր մեկը ու իր առաջ կանգնածա փոքրամարմին Դավիթը, բայց գիտեք ինչ անում Գողիաթը, Աստծո խոսքում գրված է, որ սկսում է նզովել Դավթին իր աստվածներով եւ ասում է Դավթին, որ հիմա ես քո հետ այսպես եւ այնպես եմ անելու։ Լսի այդ տղա, եթե դու անելու ես այդ ամենը, ինչի՞ չես սուսուփուս գալիս, գործը տանում, բոլորն էլ թող տեսնեն կանես, թե չես անի։ Ի վերջո դու երկու անգամ համարյա Դավթից ավելի մեծ ես։ Ինչու՞մն է խնդիրը, սիրելիներս։ Որն է խնդիրը, որ սատանան փորձում է Դավթին վախացնել, որովհետև գրված է, որ նզովում էր իր աստվածներով եւ ասում էր քեզ հետ այսպես եւ այնպես կվարվեմ։ Չէ որ ակնառու է, որ այդ առանց այդ էլ հսկա Գողիաթը մեծ է, ուժեղ է, ու դու մտածում ես, գիտես, եթե դու մտածում ես, որ դու թույլ ես, որ ախր ակնառու է, որ ես թույլ եմ, եւ այս ինչ բանը իմ ուժերից վեր է, եւ հենց այդ բնագավառում քո վրա վախը հարձակվում է, ուրեմն դու այնքան էլ թույլ չես, որովհետեւ ի վերջո մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Գողիաթի հետ, մենք տեսնում ենք, թե ինչպես է Դավիթը Գողիաթի գլուխը կտրում, ինչպես եւ ասում, որովհետեւ դու ինձ վրա գալիս ես քո զենքով եւ քո ուժով, բայց ես քո վրա կգամ կենթանի Տեր Աստծով, Իսրայելի Աստծով։ Եվ ինքը հաղթանակ է ունենում։ Դրա համար եթե քո կյանքում թանկագինս կան իրավիճակներ, որտեղ դու կարծում ես, որ դու թույլ ես, որ դու չես կարող այդ իրավիճակների հետ վարվել ինչպես որ կուզեիր ինքդ եւ հետնել դրանից բացի մի հատ էլ վախ է գալի, ինչ պիտի անես, ինչպես պիտի անես, ես ուզում եմ քեզ ասել հետեւյալը. դու այդտեղ մեծ հաղթանակ ունես, եթե սատանան քեզ վախեցնում է, եւ ուրեմն չի ուզում, որ դու տեսնես այն իրական զորությունը, որ Աստծով ունես այդ իրավիճակները հաղթելու համար։ Եթե որևէ իրավիճակի վրա, որտեղ քո կյանքում վախ կգա, սրանից հետո ասա, սա հետաքրքիր է, սա նշանակում է, որ ես թույլ չեմ այս իրավիճակում, որ ես հաղթանակ ունեմ։ Դրա համար էլ վախը գալիս է, որպեսզի քեզ փորձի պարալիզացնել։ Թանկագինս, գիտեք, թույլ ենք մեզ զգում, որովհետև երբեմն չենք նկատում, որ երկնքի արարիչ Աստված մեզ հետ է։ Ամբողջ Իսրայելի զորքերը, այդ թվում թագավորը, որ բոլորից մի գլուխ բարձր էր, վախենում էին եւ իրենց Գողիաթի առջև թույլ էին զգում իրենց աչքերում, որովհետև մոռացել էին, թե ով է իրենց Տեր Աստվածը։ Ու ողջ Իսրայելի մեջ
Միայն Դավիթն էր, որ ասեց. ով է այս անթլպատ փղշտացին, որ կենթանի Աստծուն նախատի, այսինքն ով է այս մեկը, որը Աստծո հետ ուխտ չունի, Աստված չի ասել, որ իրան պահելու է, Աստված չի ասել, որ իր համար կռվելու է ու ինքը եկել է մեզ վախացնում է։ Հիմա դու, որ Տիրոջ զավակն ես, որ Աստված խոստացել է, որ մի մաս քո գլխից առանց իմ գիտության չի ընկնելու, որ Աստված խոստացել է, որ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, բայց մեր կյանքերի փոթորիկները գալիս են ու փորձում են մեզ այդ իրավիճակներում վախեցնել, եւ մենք վախենում ենք այն ժամանակ, երբ մոռանում ենք, որ Աստված մեզ հետ է։ Հենց որ մենք մի ակնթարթ մոռանում ենք, մեզ թվում է, որ մենք մենակ ենք, եւ այո, եթե մենք մենակ ենք, դա իհարկե սարսափելի է, բայց հենց որ հիշում ենք, որ Տերը մեզ հետ է, այդտեղ սկսվում է սատանայի պարտությունը, այդտեղ սկսվում է քո Գողիաթի պարտությունը։ Դրա համար սիրելիս, որովհետև կան մարդիկ, որ այնքան են պարալիզացված վախերով, որ երբեք չեն գտնում իրենց կյանքերում խնդիրների լուծումը։ Նրանք տեսնում են խնդրի մեծությունը, այդ իսկ պատճառով դրա լուծման անհնարինությունը, որովհետև նայում են Գողիաթին ու ասում են սրան տապալել կլինի։ Մենք երբեմն էլ մեր կյանքերում ինչպես պիտի վարվեմ, ինչպես պիտի այս խնդիրը լուծեմ, ինչպես պիտի այս իրավիճակը հաղթեմ։ Իրականում անչափ ցավալի բան է այսպիսի վախերի մեջ ապրելը, որովհետև դու երբեք չես գտնում հոգու այն անդորը, որ Տեր այն խաղաղությունը, որ Տեր Հիսուսը խոստացել է։ Հովհաննես 14:27-ում ասում է. խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, ես տալիս եմ ձեզ, ձեր սիրտը չխռովվի եւ չվախենա։ Գիտեք, եւ արտաքին ոչ մի բան չի կարող ազդել այս խաղաղության վրա։ Ոչ մի գործոն քո կյանքում, ոչ մի փոթորիկ չի կարող փոխել այս խոսքերի ճշմարտությունը։ Որովհետև այն ժամանակ, երբ Տեր Հիսուսը այս խոսքերը տալիս էր իրեն աշակերտներին եւ իրեն լսողներին, դրսում սարսափելի փոթորիկներ էին, սարսափելի իրավիճակներ, ոչ մի խաղաղություն էլ չկար եւ դեռ երկար ժամանակ էլ չեղավ, բայց Տիրոջ խոսքը ճշմարիտ էր։ Ու մեր կյանքերում նույնպես մեր վախերը թույլ չեն տալիս, որ մենք այս խաղաղությունը, Տիրոջ խոստացած թանկագին խաղաղությունը ունենանք։ Ես չեմ խոսում մարդկային խելամիտ զգուշությունների մասին, սիրելիներ, որ պետք չի ժայռի կատարից կախվել, տեսնելու համար, թե ներքևում ծաղիկ կա, թե չկա։ Պետք չի մեքենան 250 կամ 300 կմ/ժ արագությամբ վարել, տեսնելու համար քո մոտ ամեն ինչ ստացվում է, թե չի ստացվում։ Մարդկային խելամիտ զգուշությունները չի, որի դեմ ես խոսում եմ, դրանք նորմալ են եւ մենք պիտի դա ունենանք եւ պահենք։ Ես խոսում եմ այն դիվային վախերի մասին, որոնք փորձում են մեզ պարալիզացնել եւ փորձում են մեզ տապալել։ Ու եթե դու հիմա ազնվորեն նայես քո կյանքին, կտեսնես, որ բնագավառներ կան, որտեղ դա հենց այդպես էլ հարձակվում է քո կյանքի վրա։ Վախը հավատքի թշնամին է, թանկագինս։ Ինքը բացասական ու դիվային հավատք է։ Գիտեք, նավակում փոթորիկի ժամանակ Տիրոջ աշակերտները, որոնք պրոֆեսիոնալ ձկնորսներ էին, եկան Տիրոջը արթնացրին, բայց միանգամից չարթնացրին։ Նրանք արթնացրին այն ժամանակ, երբ արդեն իրենց ֆիզիկական բոլոր գնահատականներով իրենք անդառնալի կետը անցել էին, ասին Տեր, մենք կործանվում ենք։ Եվ դա ասում էին ձկնորսները, դա չէին ասում մարդիկ, ովքեր չեն հասկանում ինչա նշանակում կործանվել։ Մենք կործանվում ենք, իսկ դու քնած ես։ Ու գիտեք ինչ անում Տերը։ Տերը հանդիմանում աշակերտներին անհավատության մեջ։ Ֆիզիկական իրականության մեջ աշակերտները ճիշտ են։ Հիսուսը քնած է, նավակն էլ ջրով լցվում է եւ գիտեն ձկնորսները, թե ինչքան է մնացել, որ այդ նավակը պիտի խորտակվի։ Բայց Տերը վերակենում ու չի ասում. «Վայ, ինչի շուտ չարթնացրիք ինձ։ Այս արդեն ուշացրել եք, նավակը լիքն է»։ Ինքը ասում է. «Ինչու վախկոտ եք սակավահավատներ»։ Մատթեոս 8:26-ում։ Այն ժամանակ վեր կացավ, սաստեց քամիներին եւ ծովին եւ մեծ խաղաղություն եղավ։ Ինչու վախկոտ եք սակավահավատներ։ Հիսուսին
դուր չի գալիս թանկագիններս, որ երբ որ ինքը մեր նավակում է, մենք փոթորիկներից վախենում ենք։ Նորից եմ ասում, Հիսուսին դուր չի գալիս, որ երբ որ ինքը մեր նավակում է, մենք փոթորիկներից վախենում ենք։ Անկամ եթե այդ փոթորիկները մեր աչքերին թվում է, որ հիմա արդեն մեր նավակը խորտակվելու է։ Ում նավակում է Հիսուսը հիմա ձեզանից։ Իմ նավակի մեջ էլ է։ Կա մեկը, որի նավակում Հիսուսը չի, որ չի խոստացել, որ ձեզ հետ է լինելու։ Կա մեկը, որին Տերը այդ խոստումը չի տվել, որ մինչև աշխարհի վերջ ես քեզ հետ եմ լինելու։ Սա նշանակում է, որ ինքը մեր նավակում է։ Ու սա նշանակում է, որ ինքը սպասում է, որ մենք բոլոր փոթորիկների, բոլոր իրավիճակների ժամանակ ոչ թե վախենանք, այլ գանք ասենք. Տեր Հիսուս, ես գիտեմ, որ դու ինձ հետ ես։ Հիմա ինչպես պիտի դուրս գամ այս իրավիճակից։ Ամեն։ Հալելույա։ Ես գիտեմ, որ դու ինձ հետ ես։ Ես գիտեմ, որ դու ունես զորություն, որ դու ունես կարողություն բոլոր փոթորիկներին պապանձեցնելու։ Դու նույնն ես երեք այսօր ու հավիտյան։ Դու չես փոխվել։ Դու կենթանի Աստված ես։ Դու անձայն կուրք չես։ Դու հիմա էլ գործում ես, Տեր, բայց այս փոթորիկը իրական է, ինքը իմ կյանքում կա։ Իրականում իմ նավակը խորտակվում է, բայց ոչ թե ասես, Տեր, ինչի ես ինձ թողել, հոգը չի, որ ես խորտակվում եմ, ես մի 15 անգամ աղոթել եմ սրա համար ու դու ոչինչ չես արել, ես ծոմ եմ վերցրել, ես եկեղեցի եմ գնացել, ես աղոթքի կարիքների մեջ գցել եմ, բայց Տերը դրանից ավելին է քեզնից սպասում, որովհետև կան իրավիճակներ, որ Տերը քո չխնդրածնել է անում, բայց կան իրավիճակներ, որ եթե դու աղոթում ես եւ ոչինչ տեղի չի ունենում, ուրեմն այդ այնտեղն է, որտեղ պիտի գնաս Տիրոջ մոտ ու ասես. Տեր, ինչ ես դու ուզում, որ ես անեմ, որովհետև ես գիտեմ, որ դու իմ նավակում ես ու իմ նավակը չի խորտակվելու, որովհետև դու ինձ հետ ես։ Եվ գիտեք, սա հավատք է։ Սա հավատք է առ Աստված, իսկ վախը բացասական ու դիվային հավատք է, որովհետև ինքը գալիս է հակառակը քեզ ցույց տալու։ Ինքը գալիս է քո ֆիզիկական տկարությունն ու անկարողությունը ցույց տալու եւ ինքը անդադար քո ականջին չի էլ ասում, որ Աստված քո հետ չի, որ տենց ասի, դու միանգամից գլխի կընկնես։ Ինքը ասում է, դու ինչ պիտի անես հիմա։ Դու ինչպես պիտի այս իրավիճակից դուրս գաս։ Չի ասում, դու քո Տեր Աստծո հետ ինչպես ես վարվելու, որովհետև հենց Տեր Աստծո անունը հիշես, միանգամից հայացքդ քեզանից պոկվելու է դեպի Տերը ու ասելու ես. հələ մի րոպե, ես չեմ, որ այս իրավիճակից պիտի դուրս գամ։ Տերն է, որ ինձ այս վիճակից պիտի հանի։ Ամեն։ Հալելույա։ Աշխարհում հայտնի խոսք կա, ասում է, միայն հիմարները չեն վախենում։ Եվ աշխարհի համար դա շատ տրամաբանական խոսք է, որովհետև իրենք Աստված չունեն, որովհետև իրենք խոստումներ չունեն, իրենք մեկին չունեն, որ ասել է մինչև աշխարհի վերջ ես քեզ հետ եմ, իրենք չունեն մեկին, որ ասում է քո կյանքի իրավիճակները իմ հսկողության տակ են, իրենք չունեն մեկին, որ իրան խոստումներ ա տվել եւ տրամաբանական է, որ իրանք պիտի վախեր ունենան, բայց քրիստոնյաների կյանքում թանկագիններս Տիրոջը դուր չի գալիս, երբ մենք վախենում ենք։ Ուղղակի դուր չի գալիս, որովհետև Տերը սպասում է դրանից ավելին։ Մի կարծեք, թե այդ վախերը, որի մասին խոսում եմ, իմ կյանքիս վրա չեն հարձակվում։ Բայց ես վստահաբար գիտեմ, երբ որ ես ասում եմ, Տեր, ինչ ես ուզում, որ անեմ, այս իրավիճակը քեզ հետ միասին հաղթելու համար, դուք չեք պատկերացնի Տիրոջը դա ինչքան է դուր գալիս։ Ամենաանելանելի իրավիճակներում Աստված սկսում է միջամտել եւ անել բաներ, որ դու էլ զարմացած նայում ես ու ասում ես փառք ես Տեր։ Բայց եթե մենք չնայենք Տիրոջը, եթե նայենք մեր կարողություններին, ինչպես աշխարհն է անում, մենք իհարկե կտկարանանք եւ կպարտվենք։ Դրա համար աշխարհը կարող է վախենալ, մենք ոչ։ Հեսու 1:9 Տերը ասում է Հեսուին. ահա քեզ պատվիրում եմ զորացիր եւ քաջեղիր եւ մի վախենար եւ մի զարհուրիր, որովհետեւ քո Տեր Աստված քեզ հետ է ամենտեղ, ուր որ գնաս։
Նույնպես դրանից առաջ 6-րդ, 7-րդ խոսքերում Տերը խոսում է զորանալու եւ չվախենալու մասին եւ գիտեք այս խոսքերը ում են ուղված Հեսուին։ Արդյոք Իսրայելի տոհմերում Հեսուից քաջ մարդ կար։ Թերևս միայն Քաղեբը իրար հետ միասին երկուսն էլ քաջ էին։ Մենք տեսնում ենք Հեսուի պատմությունը եւ տեսնում ենք, որ Հեսուն այն 12 լրտեսներից մեկն է, որը չի վախեցել։ Որ երբ որ վերադառնում են լրտեսությունից, ինքը ասում է, նրանք մեր կերակուրն են, աղե ելնենք ու նվաճենք այդ երկիրը, Տերը մեզ հետ է։ Եվ հիմա Տերը Հեսուին ասում է, մի վախեցիր։ Ուզում ես ասես, Տեր ջան, ախր սա Հեսուն է, Հեսուն առանց էդ էլ չի վախենում։ Դու ինչի ես Հեսուին ասում մի վախեցիր։ Սա այն Եզակի անվախ տղաներից է, որը իրա չվախենալը քո առաջ ցույց է տվել, ճիշտ է թե չէ։ Տերը տեսել է, չէ՞ որ Հեսուն չի վախենում։ Բայց ինչի համար է Տերը Հեսուին ասում մի վախեցիր։ Տերը իրականում գիտի։ Ամեն բան գիտի, ինքը գիտի, որ Հեսուն հզոր է, խիզախ է, բայց Տերը նաև գիտի, որ Հեսուին պետք է զորացնել վաղվա հաղթանակների համար։ Որովհետև երեկվա հաղթանակները երաշխիք չեն, որ մենք վաղը չենք վախենա որևէ բանից։ Եվ դրա համար Տերը ասում է. զորացիր, քաջացիր եւ մի զարհուրիր, ես քեզ հետ եմ։ Մեկին, որ արդեն հաղթանակ է ունեցել, այն էլ ինչպիսի հաղթանակ։ Ինքը ցույց է տվել, որ չի վախենում ոչ ենակի որդիներից, ոչ 3 մետրանոց հսկաներից, ոչ որևէ բանից, ինքը ասում է, Տերը մեզ հետ է, գնանք այդ երկիրը նվաճելու։ Ու Տիրոջը դա դուր է եկել, որովհետև այն 10-ին տեղն ու տեղը սպանում Աստված, որ նվնվում էին ու ողբ էին կապելու, ասում էին, մենք մեռնելու ենք այդ երկրում, Հեսուին ու Քաղեբին ողջ է թողնում։ Բայց հիմա, երբ որ Հեսուն պիտի մտնի այդ երկիրը վերցնելու Մովսեսից հետո, ասում է, հիմա քաջացիր եւ զորացիր։ Ու հետն էլ ասում է ինչի, որովհետև ես քեզ հետ եմ, ուր որ դու գնաս։ Հիմա սիրելիներս, գուցե միայն Հեսուի հետ էր, ուր որ պիտի գնա, ես էլ եկել եմ ստեղ քեզ ոգևորում եմ, դրանք Հեսուին ուղված խոսքեր էին, բա դու ինչի պիտի չվախենաս, դու Հեսուն չես։ Բայց արի ու տես, որ Տեր Հիսուսը Մատթեոս ավետարանի վերջին գլխում ասում է, ահա ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Բոլորիս հետ է Տերը։ Եվ այս խոսքերը բոլորիս է վերաբերվում։ Տերը խոստացել է, որ մինչև աշխարհի վերջը ոչ մեկին մեզանից չի թողնի։ Ունենք այդ արտոնությունը չվախենալու թե ոչ։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Ահա ես քեզ հետ եմ, ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Սիրելիներս, դու չպիտի մնաս այնտեղ, որտեղ քեզ դուր չի գալիս։ Դու չպիտի մնաս քո անկումների մեջ, չպիտի մնաս քո մեղքերի մեջ, դու չպիտի մնաս քո անապատների մեջ, որովհետև Տերը դրանից ավելին ունի ու ավելին է խոստացել մեզ իր խոսքում։ Դու չպիտի մնաս պարալիզացված քո պարտությունների մեջ, դու պիտի վեր կանգնես այդ ամենից ու ասես. Տերը ինձ հետ է, ինչ կարող է անել ինձ թշնամին։ Ամեն։ Ոչ թե քո կյանքի իրավիճակները քեզ պիտի թելադրեն քո իրականություն, այլ Աստծո խոսքում գրված ճշմարտությունները։ Պիտի դառնան քո ճշմարտությունը, այն ինչ որ Տերը քեզ ասել է, այն ինչ որ իր խոսքում գրված է։ Հալելույա։ Գիտեք սիրելիներս, մենք տեսնում ենք, որ հաղթանակները երաշխիք չեն, որովհետև Եղիայի կյանքում մի պատմություն կա, որ Կարմեղոս սարի վրա տարած փառավոր հաղթանակից հետո այդպիսի բան չէինք կարդացել, կրակը իջնում է, լափում է զոհը, Եղիան կոտորում է բոլոր Բահաղի ու Աստարոֆտի մարգարեներին 450 հոգի ջարդում վերացնում է, հաղթանակ է գալիս Տիրոջից, այնպիսի, որ դրանից առաջ չի եղել, եւ մեկ օր անց Եղիան տկարանում է։ Հեզաբելը ասում է, հիմա քեզ սպանելու եմ։ Եվ Եղիան գնում է ու ասում է, եթե նեղության օրը թուլացար, ուժդ նեղ կլինի։ Երբ որ գալիս է նեղությունը, թույլ մի տուր, որ վախերը գլուխ բարձրացնեն եւ պարալիզացնեն քեզ։ Միանգամից նայի Աստծո խոսքին,
ասա Տեր, ինչ ունես իմ կյանքի համար։ Հիմա ես գալիս եմ քո մոտ, քեզանից զորություն առնելու, իմ վախերը հաղթահարելու եւ հաղթանակ ունենալու, որովհետեւ դու խոստացել ես Հիսուս, դու ինձ հետ ես։ Ամեն։ Բայց Եղիան տկարացավ։ Ու Տերը գիտի սիրելիս, որ մեզ առաջ գնալու համար ամեն օր նոր զորություն է պետք։ Մի օր արթնանում ես զորության մեջ, ինչ ասես անում ես, սատանային քշում, չգիտեմ ինչեր ես անում, մյուս օր արթնանում ես, ոնց որ երեք դու չէիր։ Ինչ է փոխվել։ Գնա Տիրոջ մոտ նոր զորություն ստանալու, ասա Տեր, սա նոր օր է, նոր հաղթանակների համար եւ ես քո զորության կարիք ունեմ։ Չգիտեմ քանի անգամ Աստծո խոսքը ասում մի վախեցիր, քարոզիչներ կան, որ ասում են 365, ես փորձեցի հաշվել չգտա, բայց 100 հատ գտել եմ։ Այդ 365-ն էլ ասվում է, որ ամեն օրվա համար Աստված ուզում է քեզ մի հատ խոսք տա չվախենալու համար, որ քո կյանքի ամեն օրերի համար դու կարիք ունես Տիրոջից զորանալու, զորության խոսք առնելու, չվախենալու, հաղթանակների մեջ քայլելու, բայց ես 100 հատ գտել եմ վստահաբար։ Ու մտածում եմ, որ 100 հատն էլ բավականին շատ է։ Գիտեք, եթե անգամ Տերը 365 անգամ չի ասում մի վախեցիր, միևնույն է, Տերը չի ուզում, որ մենք որևէ բանից վախենանք։ Ուզում եմ այսօր մի քանի տեսակ վախերի մասին խոսել, որոնք մեր կյանքերի վրա հարձակվում են եւ խոսել դրանց հաղթահարելու ճանապարհների մասին։ Առաջին վախը, որի մասին ուզում եմ խոսել, դա մահվան վախերն են։ Հովհաննես ավետարանի 11:25-ում Հիսուսը ասում է. Ես եմ հարությունը եւ կյանքը։ Ինձ հավատացողը թեև մեռնի, կապրի։ Հիսուսը ասում է ես եմ հարությունը եւ կյանքը։ Ինձ հավատացողը թեև մեռնի, կապրի։ Իրականում ես համոզված եմ, որ մահվան վախերը, որ վախի այս տեսակը բոլոր քրիստոնյաների կյանքում հաղթահարված է, որովհետև ոչ ոք չի մտածում, որ ինքը պիտի մահանա։ Եվ ինչու ես։ Բոլորը կարող են, բացի ինձանից։ Ով ասեց, որ ես հիմա պիտի մահանամ կամ այդ մահը ինձ պիտի մոտենա։ Գիտեք, մենք այնքան սովոր ենք մտածելու, որ դա մերը չի։ Չեմ ասում, որ հիմա վաղը մահանալու ենք, Աստված տա 100 տարի ապրեք, իսկ եթե ձեր մեջ մարդ կա, որ 120 է ուզում, չեմ ուզում իրան վրթովեցնել, 120 էլ դու ապրի։ Ես այդքան չեմ ուզում ապրեմ։ Որովհետև այդ պահողները չեն հիշելու, թե ես ում պապու պապն եմ ու հաստատ դժգոհելու են։ Հիմա սիրելիներս, ոչ մեկը իրականում չի մտածում, որ ինքը պիտի մահանա։ Եվ մեզ թվում է, թե մենք այդ վախի տեսակը հաղթահարել ենք։ Մինչև իրականում չենք կանգնում մահվան վտանգի առաջ, եւ հենց այդտեղ պարզվում է, մենք իրոք մահվան վախը հաղթահարել ենք, որովհետեւ Տիրոջ խոսքը ասում է, որ մենք պիտի մահից չվախենանք։ Չեմ ասում Պողոսի նման լինենք, որ ասենք ես փափագում եմ այս մարմնից դուրս գալ, որ Տիրոջ հետ լինել, որովհետեւ Պողոսը բաներ էր տեսել, որ մենք չենք տեսել, ասում էր լավ է ինձ համար, որ ես դուրս գամ այս մարմնից։ Բայց նաեւ պիտի չվախենանք։ Հիմա մինչև մենք չենք կանգնում իրական մահվան սպառնալիքի առաջ ու այդտեղ պարզում մենք իրոք չենք վախենում մահից, թե ծածկա դմփոց ենք արել մեղմ ասած, սենց վրեն լիքը բաներ ենք լսում, դե դա մեզ չի մոտենալու, այդ ինձ չի վերաբերվում, բոլորը կարող են մահանալ, բայց ոչ ես։ Եվ ինչու հենց ես։ Գիտեք, առաջին անգամ ես տեսել եմ մարդու, որը մահից չի վախենում Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Ես հավատացյալ չէի այդ ժամանակ։ Եվ հանկարծ պարզեցին, որ պատերազմի գնալու մեր ջոկատի մեջ մի հավատացյալ կա, որը այն ժամանակ երամսյա հավաքներ էին ու ինձ չէր, որ այդ տղեն իր կամքով էր եկել։ Զորով բռնել էին, բերել էին։ Ու ինքը ասում էր, ես զենք չեմ վերցնել։ Ու հիմա ինչ տեսակ հավատացյալ էր, դա կարևոր չի, իր հավատքի, ուրեմն տեսակի մեջ ինքը չէր ուզում զենք վերցնել ու հիմա ասում է տղեկ, կլինի ես զենք չվերցնեմ, բայց գամ դիրքերում ինչ ուզում եք անեմ։ Աշխատայիմ խրամատները փորեն բան, ու եկել բոլորը ասենց հլտես, ունդեղ բանով կային, սև լենտով պարողներ կային, մահապարտներ ունեինք հետներս, սև լենտը կապած ասում էին մենք մահապարտներ ենք, այսպես խրոխտ պարեր էին պարում, խրոխտ բաներ էին ասում էին այս հավատացյալին կտանենք Ղարաբաղ, կտենանք ինչ ենք անելու հետը, հլտենանք ոնց զենք չի վերցնելու։
Ես հավատացյալ չէի, բայց ես շատ նյարդայնացա տենց բան։ Ես չէի սիրում տենց բաներ։ Ասեցի ես հավատացյալին մեկը մատով չկպնի, ինքը իմ պաշտպանության տակ է, վերջ։ Ասին դե բա ինչ ես ուզում, ասի ինքը ոչինչ չի անելու ախպեր, ինչ գործեր կլինի կտանք կանի։ Ու տենց իրան չկպան։ Հիմա չգիտեմ, աղոթելեր Աստված էլ վերցրեց մեկն ու մեկին օգտագործեց, որովհետև Տերը հավատարիմ է։ Այդ մեկն ու մեկն էլ ես էի։ Ու եկավ իրավիճակ, որ սարսափելի վախենալու էր, այնքան վախենալու, որ այդ մահապարտը, որը մեծ խոսում էր, վախենում էր խրամատից դուրս գալ, շաբաթով վախենում էր դուրս գալ, ու բոլորը ասում էին ինչ կլինի այս մահապարտին տարեք ստից։ Անհնար է ուղղակի խրամատից վախում է դուրս գալ։ Մեկը, որը ապարում էր խրոխտ, եւ հենց այդ ժամանակ գալիս է այս հավատացյալ տղան ու ասում է Հովսեփ կլինի ինձ ուղարկեց դիրքեր։ Ես իրան դիրքերից մի քիչ ավելի հետ էի դրել խոհանոցում, որ ծառայի։ Ասում եմ դու գնաս դիրքեր ինչ անես, այ ախպեր։ Այնտեղ մի անգամից քեզ կսպանեն, դու զենք չես վերցնում, բան չես անում, դու դիրքերի համար ասում ես կարևոր չի, իմ ընկերները այնտեղ են, տղերքը այնտեղ են, ես կգնամ, գործեր կանեմ, ինչ պետք է կանեմ, ու ես նայում եմ ու հասկանում եմ մի բան։ Մարդը, որը բոլորի աչքերում ամենաթույլն էր, մահվանից չէր վախենում։ Եվ այն մարդիկ, որ մեր աչքերում իբր ուժեղ էին, պարալիզացվել էին եւ սարսափահար էին եղել մահից, մահվան վախից։ Եվ ես նայում եմ, ասում եմ, ինչ կա այս տղու մեջ, որ ինքը չի վախենում մահից, ոնց կարա այսպիսի բան լինի։ Առաջին անգամ իմ կյանքում ես զարմացել եմ, հանդիպելով մարդու, որը մահից չի վախենում։ Մարդ, որը մահվան վախի խնդիրները իր կյանքում լուծել էր։ Սիրելիներս, հիմա մենք լուծել ենք այդ խնդիրները, թե մենք չենք մեռնելու։ Աստծո խոսքը ասում է ինձ հավատացողը թեև մեռնի կապրի։ Եվ ես հավատում եմ, որ մահվան վախերը պիտի մեր կյանքերից հեռանան։ Ամեն։ Անչափ կարևոր է այս հարցի պատասխանը քո կյանքում քեզ տաս։ Մի ուրիշ տեղում ասում է, որ մի վախեցեք նրանից, որ կարող են մարմինը սպանել։ Իմ բարեկամներին ասում եմ, Ղուկաս 12:4-5 խոսքեր։ Մի վախենակ նրանից, որ մարմինը սպանում են եւ նրանից հետո ավելի բան չունեն, որ անեն, բայց ցույց տամ ձեզ, թե ումից պիտի վախենաք։ Նրանից վախեցեք, որ սպանելուց հետո իշխանություն ունի գեհենի մեջ գցելու։ Այո, ասում եմ ձեզ, նրանից վախեցեք։ Թանկագիններ, մարդկային բոլոր պայքարները, բոլոր մաքարումները եւ ձգտումները երկրի վրա մահով ավարտվում են։ Ոչ մի մոտիվացիոն դպրոց այս աշխարհի երեսին չի սովորեցնում, որ մահն էլ քեզ համար խոչընդոտ չի, գնա եւ փորձիր անել։ Ճիշտ հակառակը։ Բոլորը սովորեցնում են, քանի դեռ դու ողջ ես, դու հնարավորություն ունես փորձելու։ Գնա մի հատ էլ փորձի եւ հնարավոր է որ հաջողվես։ Հույս կա։ Բայց ոչ մեկը չի կարող ասել, որ մահը քեզ համար խոչընդոտ չի, որովհետեւ մահը այս աշխարհում ամեն բանի վերջն է եւ երաշխավորված պարտություն ինչ որ դեպքերի համար։ Համաձայն եք։ Բայց միայն մեր Աստծո համար մահը պարտություն չի, որովհետև Հիսուսը հաղթել է մահին էլ։ Սիրելիներ, ես լուրջ եմ ասում, ես հիմա խոսում եմ մահվա մասին, ես հասկանում եմ, որ դա պոպուլյար չի, որ ասում եք, ախ, եղբայր կյանքի մասին խոսա, օրհնությունների մասին խոսա, ինչի՞ ես հենց մահվան մասին խոսում, որովհետև Հիսուսը մահին հաղթել է։ Եվ եթե մենք մեր կյանքերի իրավիճակներին չնայենք Տիրոջ տված խոստումի հավիտենության տեսանկյունից, Պողոս առաքյալի խոսքերով մենք կարող այս աշխարհի ամենադժբախտը լինենք, որովհետև եթե մենք Հիսուսին միայն այս կյանքում ենք հուսացած, մենք բոլոր մարդկանցից ողորմելի ենք։ Որովհետև Տերը հաղթել է մահին։ Միայն մեր Աստծո համար մահը պարտություն չի եւ ավարտ չի, որովհետև մահը իշխանություն չունի մեր Աստծո վրա եւ մահը իշխանություն չունի քո կյանքի վրա, որովհետեւ դու ունես հավիտենական կյանք, սիրելիս։ Ես չգիտեմ քանի տարի ենք ապրելու այս երկրի վրա, ես չգիտեմ երբ է մեզանից ամեն մեկը հեռանալու Տիրոջ մոտ կամ գուցե Տերը կգա,
Բայց ես մի բան գիտեմ, որ մահը քեզ վրա իշխանություն չունի։ Որտեվ Աստծո խոսքը այդպես է ասում, որովհետև դա շատ կարևոր է։ Որովհետև եթե դու այս խնդիրը քո կյանքում չլուծես, եւ երբևէ կանգնես մի իրավիճակի առաջ, եթե Տերը այդպիսի պատիվ անի, որ դու կանգնես այնպիսի իրավիճակի առաջ, որ կամ պիտի Տիրոջը ուրանաս, կամ զրկվես այս ֆիզիկական կյանքից, հասկանաս, որ այդ մահը ոչ մի իշխանություն չունի քեզ վրա։ Որ կյանքը Հիսուսն է եւ ինքը հավիտենական կյանք է, որ ինքը հարություն է առել, որ իր աշակերտները տեսել են, որ շոշափել են, որ ասում է մենք տեսանք կյանքը եւ շոշափեցինք նրան։ Եվ դրա համար ոչ մի աշակերտ չերկմտեց, երբ որ նրանց կյանքերին վտանգ էր սպառնում, որովհետև գիտեին ինքը անցնում է հավիտենություն։ Եվ մի օր Տերը գալու է եւ իր արքայությունը հաստատելու է եւ հավիտենական անմահ մարմիններով Տիրոջ արքայության մեջ ապրելու ենք։ Հավատում ենք սրան։ Լուրջ հավատում ենք։ Մենք էլ եկել էինք եկեղեցի, որ ասես ոնց լավ աշխատանքի ընդունվենք, Հովիվ ջան, ոնց աղոթենք, որ ֆինանսները ավելանան, առատ բան լինի, տենց շատ լավ լինի, ամեն ինչը լավ լինի։ Դու էլ բռնել ես ու ասում ես մահը ավարտ չի, որովհետև մահը իրականում ավարտ չի եւ չունի իշխանություն քրիստոնյաների կյանքում։ Եվ քանի դեռ մենք այս հարցի պատասխանը մեզ չենք տվել, մենք ծածկա դմփոց արած գնալու ենք։ Եվ թող Տերը զորություն տա, որպեսզի հասկանանք ինքը ինչ է ուզում մեզ ասի։ Ես չեմ ասում, որ սրանից հետո ով դա հասկացավ գնալու է ու մահանալու է։ Ոչ։ Ոչ։ Քավլիցի, երկար ապրեք, օրհնված ապրեք։ Բայց մի վախեցեք։ Որովհետև Տերը ասում է, վախեցեք նրանից, որ կարող է մարմինն էլ, մի վախեցեք սպանելուց ասում է։ Վախեցեք նրանից, որ կարող է մարմինն էլ, հոգին էլ գեհենի մեջ նետի։ Մարկոս ավետարանի 5-ից 5-րդ գլխի 35-36 խոսքերում այսպիսի պատմություն կա, որ ժողովրդապետը խնդրում է, որ իր աղջկա համար Տերը գնա աղոթելու, եւ Հիսուսը ասում է ես կգամ ու հետո բանա տեղի ունենում, խոսում են, Հիսուսը խոսում ասում ով ինձ դիպավ, ինչ եղավ, եւ գալիս են ու ասում են աղջիկդ մահացավ։ Էլ Հիսուսին մի աշխատեցնի։ Մարկոս 5:35-36 նա դեռ խոսելիս ժողովրդապետի տանից գալիս են եւ ասում թե աղջիկդ մեռավ, էլ ինչու ես աշխատեցնում վարդապետին։ Եվ Հիսուսը ասաց բանը իսկույն լսելով ժողովրդապետին ասեց. մի վախենար, բայց միայն հավատա։ Տեսեք, տեղի էր ունեցել մահվան փաստ, եւ դա մարդկայնորեն վերջն է։ Բայց մահին հաղթող Աստվածը այդտեղ էր, այդ մարդու կողքին եւ ասում է մի վախենա, միայն հավատա եւ հարություն է տալիս նրա աղջկան։ Հիշում եք այս պատմությունը։ Անկամ Հիսուսի աշակերտների համար էր, մինչև հարությունից հետո Տիրոջ հետ հանդիպումը Հիսուսի աշակերտների համար էր մահը պարտություն էր եւ ավարտ, որովհետեւ Էմավուսի ճանապարհին իրենք շատ տրտմած պատմում էին, որ Հիսուսին եկավ, սպասում էին, որ պիտի թագավոր լինի եւ իրեն սպանեցին։ Իրենք մտածում էին, որ վերջ ձախողվեց իրենց սպասումները, որովհետեւ իրանք ուրիշ բան էին սպասում։ Մինչև տեսան Տիրոջը հարություն առած եւ հասկացան, որ Տիրոջ հայացքը չի նայում միայն երկրային իրականությանը, ինքը նայում է հավիտենության տեսանկյունից։ Ու մենք ամեն մեկս ամենաթանկ բանը, որ Տեր Հիսուս Քրիստոսով ունենք, դա մեր փրկությունն է եւ դա նա է, որ մահը չունի իշխանություն մեզ վրա, սիրելիներս։ Միայն մեր Աստծո համար մահը դա դեռ վերջը չի։ Մահը պարտություն չի։ Ամենասարսափելի պարտությունը հետեւյալն է, որ ինչ որ մեկը մահանալուց Հիսուս Քրիստոսին իրեն Տեր ընդունած չլինի։ Սա ամենասարսափելի պարտությունն է եւ անդառնալի մի բան։ Դրա համար, որքան որ հնարավորություն ունենք, որքան որ ժամանակ ունենք, հորդորենք, վկայենք մեր սիրելիներին եւ բերենք Տիրոջ փրկությանը։ Ամեն։
Հալելույա։ Հաջորդը ինչի մասին ուզում եմ խոսել, մինչև հաջորդ կետին անցնել ուզում եմ ասել, որ քրիստոնեությունը միայն երկրի վրա ապրելու համար չի։ Դա հավիտենության մեջ Հիսուսի հետ ապրելու համար է։ Ուղղակի եկեք հիշենք սրա մասին։ Հաջորդ վախը, որի մասին ուզում եմ խոսել, դա անհաջողության կամ պարտության վախերն են։ Թվոց 14-ի 1-2-ում գրված է, որ բոլոր ժողովքը ձայնը բարձրացրեց եւ աղաղակեց եւ ժողովուրդը լաց եղավ այն գիշեր։ Եվ տրտնջացին Իսրայելի բոլոր որդիքը Մովսեսի եւ Ահարոնի դեմ եւ բոլոր ժողովքը ասեց նրանց. Երանի թե Եգիպտոսի երկրում մեռած լինեինք կամ երանի թե այս անապատի մեջ մեռած լինեինք։ Հիշում եք այս պատմությունը։ Ով չգիտի այս պատմությունը ինչի մասին է։ Բոլորդ գիտեք։ Տեղի էր ունեցել հետևյալը, լրտեսները վերադարձել էին ու ասել էին, այդ երկիրը, որ Տերը մեզ տվել է, մենք դա վերցնելու շանս չունենք, որովհետև այնտեղ հսկաներ են բնակվում եւ այլն եւ միայն երկու հոգի էին, որ ասում էին մենք այդ երկիրը կարող ենք վերցնել։ Եվ ժողովուրդը լսելով այս վատ լուրը, պարալիզացված հնարավոր ձախողումից, որ իրանք գնալու են եւ պարտվեն, որտեղ ասում էին մեր երեխեքը գերիա գնալու, ինչ են իրենք ասում, ասում են երանի մենք Եգիպտոսում մեռած լինեինք։ Դուք կարող եք պատկերացնել այս անտրամաբանության մեծությունը։ Ընդունենք, որ դու հիմա գնալու ես, ձախողվելու ես եւ մեռնելու ես։ Ասենք թե դու ճիշտ ես ասում։ Որտեղ է տրամաբանությունը, որ դու ուզում ես ավելի շուտ մեռած լինես։ Ով ինձ կասի։ Որտեղ է կա այդտեղ տրամաբանություն, որ դու ասում ես երանի ավելի շուտ մեռած լինեի։ Ինչի։ Հիմա գնա մեռի, եթե դու տենց համոզված ես, որ պիտի մեռնես։ Չկա տրամաբանություն, չէ։ Անհաջողության եւ պարտության վախը պարալիզացնում է սիրելիներ։ Ինչի համար ես այս պատմությունը բերեցի, որովհետեւ հիմա մենք մեր կյանքերի որոշ իրավիճակներում քննենք եւ տեսնենք, թե այդ որտեղ է, որ այդ անհաջողության վախը մեզ պարալիզացրել է եւ մենք վախենում ենք ձախողվելուց։ Ավելի լավը ոչ մի բան չանեմ, բայց հանկարծ չձախողվեմ։ Լուրջ։ Որովհետեւ եթե դու ոչինչ չանես, դու ոչ մի արդյունք չես ունենա։ Որովհետև եթե դու չփորձես, դու չհամարձակվես, սատանան հենց այդ էլ ուզում է։ Դու կմնաս նույն տեղում, որտեղ գտնվում ես հիմա, բայց դու ասում ես, բա որ անեմ ու չստացվի, թող չստացվի։ Ինչ անենք։ Հա, բա որ անեմ ու ձախողվեմ, ձախողվի։ Ինչ անենք։ Բոլոր հաջողված մարդիկ սովորել են իրենց ձախողումներից հետո ոտքի կանգնել եւ շարունակել անել են ինչ որ իրենք նպատակ են դրել անելու։ Եվ թույլ չեն տվել, որ վախը իրենց պարալիզացնի։ Ինչ կասեմ, բա որ հիմա մտնեմ, այդ առաջարկը անեմ ու մերժեն։ Դու երբեք չես իմանա ինչ կլինի, մինչև չփորձես։ Երբեք։ Գիտեք, իմ կյանքում բոլոր Ես երկար սրա մասին չեմ խոսի, որովհետև դուք հասկանում եք ինչի նկատի ունեմ, չէ։ Բոլոր այն տեղերում, որտեղ իմ կյանքում ես վախեցել եմ հնարավոր անցանկալի արդյունքից եւ համարձակվել եմ քայլ անել, ես ունեցել եմ 90% հաղթանակներ։ Իմ աչքերի առջև այդ իրավիճակները լիովին ձախողված էին։ Ես համարյա 100% մտածում էի, որ դա չի լինելու, որտեղ այնց մի հատ վախ էր եկել։ Բայց որտեղ համարձակվել եմ քայլ անել, ես ունեցել եմ 90%-անոց հաղթանակներ եւ հաջողություններ եւ իրականում զարմացել եմ։ Իսկ այն 10% ձախողումները կասես, գիտես այդ 10% ձախողումներն էլ որ ունեցել եմ, մտածվել նայել եմ ու տեսել եմ ոչ էլ այդքան վախենալու էր։ Չեղավ։ Էլի կանեմ։ Էլի կփորձեմ։ Ուրիշ ձևով կփորձեմ։ Բոլորովին վախենալու չէին այդ ձախողումները, որոնք փորձում էին ինձ պահել պարալիզացված այդ
ձախողման վտանգի առաջ, սիրելիներս։ Բոլորովին։ Դրա համար ինչ որ նոր բանի մեջ մտնելուց առաջ ուզում ես վկայել Աստծու մասին, բայց չես համարձակվում, ինչ կլինի, բա որ չլսեն, դու հələ խոսի, հետո կտեսնես ինչ կլինի, կլսեն, թե չեն լսի, բա որ չստացվի, ոչինչ, դա քեզ դաս կլինի, ինչ անել, որ հաջորդ անգամ ստացվի, բայց մի բան եմ ուզում քեզ ասել թանկագինս, ավելի լավ է 100 անգամ փորձես եւ ձախողվես եւ 100-րդ անգամ հաջողվես, քան կյանքիդ վերջում նայես ու ասես ոչ մի անգամ չփորձեցի ու չիմանաս դու հաջողվելու ես թե ոչ։ Թող երբեք պարտության վախը քեզ չպարալիզացնի, որովհետեւ ամեն ինչի հետ մեկտեղ դու Տիրոջը ունես։ Եվ դու կարող ես Աստծո հետ գնալ այդ ճանապարհը, եւ դու կարող ես Տիրոջից իմաստություն խնդրել, Տիրոջից զորություն խնդրել։ Գիտեք, այդ այնքան զորավոր մի բան է։ Վերջում ես մի օրինակ կբերեմ, ինչպես այդ վախերը հաղթահարել, եւ գիտեմ, որ դա Աստծուն դուր է գալիս։ Մի վախեցիր քայլ անել, որպեսզի հետո չափսոսես չարածի համար։ Ձեզանից շատերը երիտասարդ են, ձեր կյանքը արժևում է եւ դուք բազմաթիվ հնարավորություններ ունեք փորձելու։ Երբեք չվախենաք ձախողվելուց։ Ոչ մի ձախողում թող ձեր համար այսպես կատաստրոֆա չլինի, կներեք այդ բառի համար, որ ռուսերեն եմ ասում։ Եվ վերջին վախի տեսակը, որի մասին ուզում եմ խոսել, դա ուրիշների կարծիքներից կամ սոցիալական վախերն են։ Երբ որ ես այս քարոզը գրում եի եւ գրեցի սոցիալական վախեր, հետո ես ասի, ես ինչ եմ գրել, սոցիալական վախը ո՞րն է։ Ես ինչ եմ իզնից հանել, էլի։ Ես ընդհանրապես սոցիալական վախ տերմին չգիտեի ինչ է, ու անկեղծ ասած մի օր մտածեցի, ասի, երևի ես կետը հանեմ, ինչ իմաստ ունի, սոցիալական վախը ո՞րն է, որ բայց քարոզը գրելուց Սուրբ Հոգին ինչ ասում էր, գրում էի։ Ու հետո մեկ էլ Սուրբ Հոգին sense իմ ուշադրությունը տարավ ու որոշ բաներ ցույց տվեց, թե որքան աննկատ ու վտանգավոր վախի տեսակ է այս տեսակը, ինչի մասին որ ես ուզում եմ հիմա խոսել, եւ հետո ես հիշեցի, որ ընդհանրապես սոցիալական վախ արտահայտությունը նախ չգիտեմ ինչ բան է, բայց հետո հիշեցի, որ մարդը սոցիալական էակ է, ինքը սոցիումի մասն է, ու թող ոչ մեկը չասի, որ ուրիշների կարծիքները իրեն չեն հետաքրքրում, որ ասենք այդ ձեր սոցիալական ցանցերում լայքերի քիչ քանակը ձեզ չի տրտմեցնում կամ չգիտեմ ինչեր եք անում, ել չգիտեմ ոնց, բա ինչի էս մեկը ինձ չլայքեց, այսինքն դուք ուզում եք ուրիշները ձեզ գնահատական տան եւ լավ գնահատական, չէ՞, որովհետեւ մարդը այդպիսի արարած է, ինքը սոցիալական արարած է եւ դա նորմալ է։ Այնպես որ այդ որ ասում է ես ուրիշների կարծիքներից կախված չեմ, կամ սեթևեթում է, կամ սուտ է ասում, կամ էլ այդ կախվածությունը հաղթահարելու ճանապարհները արդեն գիտի։ Եվ հիմա այս սոցիալական վախերը, ինչի մասին այսօր ուզում եմ խոսել, սատանայի ամենասիրելի վախերից մեկն է։ Գիտեք խի, որովհետև այդ վախերով բռնված մարդը երբեք Հիսուսի մասին չի վկայում։ Որովհետև ինքը մտածում է, բա ինչ կմտածեն իմ մասին։ Այս մարդիկ բարձրաշխարհիկ մարդիկ են։ Հիմա ես իրենց մոտ նստած եմ, բա հիմա որ ասեմ Աստված, այն օրը ձեր հովի հետ քայլում էինք, ում որտեղ բռնում էր, Հիսուսից էր խոսում։ Եվ գիտեք, բոլորը չէին, որ ասում էին, ընդունում ենք, իրանք sense դեմքեր էին ընդունում, որ օհ, դե մենք մի քիչ ավելի էսպես երևի խելացի ենք, դրա համար չենք հավատում Աստծուն, բայց ինքը համարձակ խոսում էր։ Որովհետև ինքը կախված չէր այդ կարծիքներից, ինչ կմտածեն, ինչ ուզում են թո մտածեն, կարևորը թե ինչա Տերը մտածում մեր մասին, սիրելիս։ Հալելույա։ Սոցիալական վախերով բռնված մարդը երբեք Հիսուսի մասին չի վկայի։ Դե, չգիտեմ, ես ընկերներիս մոտ ոնց խոսեմ։ Գիտեք, ես հասկացա, որ պիտի սրա մասին անպայման այս քարոզի մեջ խոսեմ։ Լինում է, որ մեկ-մեկ քո շրջապատում այդ վախը հաղթահարում ես, սենց հազիվ զորով սկսում ես վկայել, մեկ էլ հայտնվում ես մի հատ նոր շրջապատում, որտեղ քեզ չեն ճանաչում, եւ դու ասում ես, բայց ես ախր այս վախը հաղթահարել եմ, հիմա նորից մտածում եմ, այս մարդիկ իմ մասին ինչ կմտածեն։ Գիտեք ինչ եմ ուզում քեզ առաջարկեմ։ Միշտ առաջին տեղում դիր, իսկ Հիսուսը իմ մասին ինչ կմտածի։ Որովհետեւ ինքը ասում է, եթե դուք ես չար եւ շնացող ազգի առաջ ամաչեք իմ անունը դավանել, ես էլ կամաչեմ իմ հոր եւ նրա հրեշտակների առաջ։ Իմ կյանքից մի պատմություն պատմեմ։ Նոր էի ապաշխարել, Հիսուսին շատ էի սիրում,
գնում էին միտեղ, որտեղ երգեր էին երգում, ժողովարաներ դա, տենց առաքելական եկեղեցուն կից տեղ էր, ժողովարաներ երգում էին, փառաբանում էին Տիրոջը, ու մի օր սենց նստած եմ, ընկերներ ունեի, դե աշխարհիկ ինչ որ տենց հեղինակավոր ընկերներ էին, մի օր նստած եմ ու անծանոթ մի տղա է եկել, ընկերոջս հետ խոսում, ասում է, լսի արա, մեր տան մոտ ինչ որ մարդիկ են գալի հավաքվում, երգում, մերքում, ես ասեց, որ, այն կուլտուրայի պալատի մոտ, ասում է, հա, ու ես հենց այդտեղ ուզում եմ ասեի, գիտեք ինչ լավ մարդիկ են, դրանք հավատացյալներ են, ու մեկ էլ էս տղեն սենց արեց, արա դրանք լրիվ աննորմալ են։ Ու ես սենց արդեն ուզում եմ ասեի, գիտեք ինչ լավն են, ու որ ասեց դրանք լրիվ աննորմալ են, ես սենց մի տեսակ լուր մնացի, ասեցի լավ, հələ ձեն չհանեմ, էլի։ Հետո սկսեցին, հա դրանք ես շատ գիտեմ, խելքները գցած բան, ու սկսեց հավատացյալներին բաներ են ասում, իհարկե շատ վատ բաներ չէին ասում, որտեղ այդտեղ չէի դիմանա կխառնվեի, բայց ես հասկացա, որ ես պարտվեցի այդ օրը։ Ես դուրս եկա եւ իմ մոտ տպավորություն էր, որ երկու հոգի իմ վրա փսխել են։ Ես քայլում էի ունես տպավորություն էր, որ երկու հոգի իմ վրա փսխել են ու ես ձեն չեմ անել։ Ես այնքան էի ամաչում այդ իրավիճակի համար։ Ես այտենց իմ կարծիքով վախկոտ մարդ չէի, բայց պարզվեց, որ այդ պահին ես հանկարծ չուզեցի ասել, որ ես էլ եմ այդպիսին։ Եվ ես ինձ հարց տվեցի, ասացի, ինչի ես չխոսեցի սրա մասին։ Ինչի ես համարձակ չասեցի, որ ես էլ եմ հավատացյալ ու դու ինչ որ ասում ես այդպես չի։ Իրանք լավ էլ խելացի մարդիկ են, շատ էլ լավ մարդիկ են։ Ես կարող էի դա անել։ Բայց ես լռեցի։ Եվ ես ասացի, բալամ ինչ եմ անելու հաջորդ անգամ, եթե այսպիսի խնդիր առաջանա։ Ես պատրաստ չեմ ասելու, որ ես հավատացյալ եմ, մյուս կողմից էլ ասենց ոնց որ ես ասենց խայտարակված վիճակ չեմ ուզում լինի, ու ասենց մի հատ միտք եկավ։ Կարելի է ասել հետեւյալը, եթե ինձ հարցնեն դու հավատացյալ ես։ Կարելի է հետեւյալ բացատրությամբ մեկնաբանություն տալ, ասել, ու ես այդ պահին մտածեցի, ասացի, ես կասեմ, որ ես ինձ արժանի չեմ համարում այդ պատվավոր անունը ինձ վրա կրելու։ Տեսե՞։ Մի կողմից իմ համար իբր այդ անունը շատ պատվավոր է, մյուս կողմից էլ իբր թե ես ինձ արժանի չեմ համարում, էլի ասենց ինչ-որ լղոզված մի, բայց ինչ շատ էր դուր եկել, էլի ասենց ասում եմ, հա տենց կասեմ, դե հիմա որ չեմ ասելու, որ հավատացյալ եմ, մյուս կողմից էլ ոնց որ հավատացյալներին կփորձեմ պաշտպանել։ Ու ինձնից գոհ տենց մի որոշ ժամանակ անցավ, մի օր Սուրբ Հոգին ասեց, գիտես, դու ոչ թե քեզ արժանի չես համարում այդ պատվավոր անունը քեզ վրա կրելու, ես փողոցով ուղակի գնում էի, ասեց, այլ դու ամաչում ես իմ անունը տալուց այս չար եւ շնացող ազգի առաջ։ Ես իհարկե այդ օրը ամոթից մտածում էի, որ գետինը բացվի, ես հաճույքով կմտնեմ մեջը, որտեվ գիտեի, որ դա այդպես է, եւ ասացի, Տեր, այլևս չի կրկնվի դա։ Ես խնդրում եմ, դուր ինձ զորություն, որ ես քո մասին վկայեմ։ Ու շատ կարճ ժամանակ անց այս նույն մարդիկ միտեղ նստած էին, ու մեկ էլ հանկարծ միամիտ մեկը ասեց հավատացյալ, ես սենց ասի ինչ հավատացյալ, ասեց հա ինչ եղավ, ասի ես էլ եմ հավատացյալ, ասեց պետք չի գոռալ Հովսեփ ջան, հա հասկացանք, ասի չէ բոլորը թիմա պիտի տեսեք, ուսած չեն հասկանում ինչա կատարվում, ասի հիմա սաղը նստում եք հավատացյալ ասիկ, չէ, ասին հա, ասի ես Հիսուսին հավատում եմ, ես հավատացյալ եմ, հիմա բոլորիդ պետք է քարոզեմ, ասին հա ախպեր ջան մենակ հանգստացի տենց գոռալով մի քարոզի մեր վրա։ Ու գնացի դուրը փակեցի, ասին է դուրը չես փակում, ասի որ ոչ մեկը ստեղից դուրս չգաք, մինչև քարոզի վերջը, պլաշն էլ հակիցս անեցի, ասին պլաշը տխի ես անում, ասի մինչև վերջ պիտի խոսեմ, եւ գիտեք, սկսեցի քարոզել, ու մեկ էլ դե դու էլ ես հավատացյալ դառը, ասի հա իսկ դուք ինչ եք, մուսուլման եք, բա դե չէ մենք էլ ենք Աստծուն հավատում, վերջում գիտեք ինչ եղավ, այն մարդը, որը սարկազմով ինձ ասեց, այդ դու էլ ես հավատացյալ դառել, ուշադիր լսեց իմ վկայությունը Հիսուսի մասին, հավիտենության մասին ինչ որ գիտեի ասեցի, դե նոր էի։ Ու մեկ էլ սենց արեց։ Լավ, այդ հասկացանք։ Բա այն որ Դավիթ Ուրիայի կնգան վերցրեց իրան Ուրիային սպանեց, ես որ լսեցի աչքերից չհավատացի, ասում եմ, ինչ դու Աստվածաշունչ ես կարդում, որտեվ չի կարող Աստվածաշունչ չկարդացող մարդը այտենց հարց տա։ Ասեց, հա, ես ամեն իրիկուն կարդում եմ։ Ու այդ այն մարդն էր, որ ինձ ասում է, ես դու հավատացյալ ես դառել։ Բայց երբ որ ես, այդ այն մարդն էր, որ ասում էին այդ հավատացյալները աննորմալ են։ Բայց հենց որ ես չվախեցա Տիրոջ անունը վկայելուց, մեկ էլ հանկարծ պարզվեց, որ իմ դեմի նստածը
Աստվածաշունչա կարդում ամեն իրիկուն։ Եվ դրանից հետո անդադար հարցեր էր տալիս, Աստծուց էինք խոսում, իրականում սիրելիներս, Աստված չի ուզում, որ մենք ուրիշների կարծիքներից վախենանք, ինչ կմտածեն։ Իրականում թանկագիններս Աստված ուզում է, որ մենք ասենք, բա Տերը մեր մասին ինչ կմտածի։ Ամեն։ Հալելույա։ Փառք Տիրոջը, եւ հիմա ուզում եմ խոսել նրա մասին, թե ինչպես պիտի հաղթահարենք մեր բոլոր վախերը եւ անգամ այն վախերը, որոնց մասին ես այսօր չխոսեցի։ Առաջին բանը հետեւյալն է. մի հանիր Աստծուն քո խնդիրների միջից։ Մի մտածիր, որ դու մենակ ես եւ միայնակ պիտի հաղթահարես քո խնդիրները։ Երբ ենք մենք վախենում, երբ մտածում ենք, որ մենք միայնակ պիտի հաղթահարենք։ Հիմա պատկերացրու, որ դու ամեն ժամանակ բոլոր իրավիճակների մեջ, երբ որ գնացիր հիվանդանոց, երբ որ բժիշկը ինչ որ բան ասում, Աստված քո կողքին է։ Գնացիր ինչ որ խնդիր ունես, քեզ համար անլուծելի է, դա վախեցնում է քեզ, քո կյանքի հետ է կապված, քո ապագայի հետ է կապված, թողնելու են, ուղարկելու են, մի հատ մտածի, որ Հիսուսը քո կողքին է։ Արդեն վախենալու չի, չէ՞։ Գիտեք, երբ որ մենք մեր խնդիրների միջից Տիրոջը չենք անում, երբ որ մենք հասկանում ենք, որ Աստված մեզ հետ է եւ ինքը մեր կողմից է, այդ բոլոր խնդիրները այլևս վախենալու չեն, սիրելիներս։ Գիտեք, մի բան եմ ուզում ասել ձեզ, ինչի մասին խոստացել էի, իրան անվանել եմ լավ բան։ Այսպիսի անուն եմ տվել իրան։ Իրականում ես իրան անվանել եմ շատ լավ բան։ Ես իրան փորձել եմ իմ կյանքում, ուզում եմ ձեզ էլ խորհուրդ տալ։ Ինքը Աստծուն շատ է դուր գալիս։ Երբ քո կյանքում ամեն բան շատ վատ է, երբ ամեն բան խորտակվել է կամ խորտակման եզրին է, երբ քո բոլոր փորձերը ձախողվել են եւ աղոթքներդ չեն պատասխանվել, արա հետեւյալ բանը։ Կանգնիր, նայիր քո փոթորիկներին, քո խնդիրներին, քո անլուծելի խնդիրներին եւ Աստծուն հետեւյալ հարցը տուր։ Ասա Տեր, ես գիտեմ ինչի մեջ եմ, մի խափիր ինքդ քեզ, մի ասա ես չեմ ընդունում, չեմ բանանում, ընդունես, չընդունես, դու դրա մեջ ես։ Ասա ես գիտեմ ինչի մեջ եմ Տեր, եւ ես հիմա խնդրում եմ քեզ։ Ասա ինձ ինչ անեմ, որ այս խնդիրը լուծվի ինձ համար կրկնակի ավելի շահեկան ձևով, քան ես կարող էի պատկերացնել։ Երկու անգամ ավելի լավ լուծում գա, քան ես ընդհանրապես կարող էի պատկերացնել։ Գիտեք, սա կարող է խենթություն թվալ, սա կարող է թվալ անմտություն, որովհետև ես խոսում եմ կատարյալ ձախողման մասին։ Ես խոսում եմ, երբ դու կանգնել ես մի իրավիճակի առաջ, որտեղ դու բոլորովին պարտվել ես։ Եվ ես քեզ առաջարկում եմ ոչ թե տրտնջաս ու ասես, ինչու բոլոր եկեղեցու կյանքում դա արեցիր եւ իմ կյանքում ոչ։ Ինչու բոլորի համար դա անում ես եւ ինձ համար ոչ։ Ինչու ես այսքան աղոթում եմ եւ դու ինձ չես լսում։ Ոչ։ Դա այն է, ինչ ուզում է Սատանան։ Ինչու ես այսքան խեղճ եմ, ինչու ես այսքան մերժված եմ, ինչու բոլորը լավն են, ես չէ, ինչու ինձ ոչ մեկ չի տեսնում։ Դա այն է, ինչ ուզում է Սատանան։ Դու ուրիշ բան արա։ Ասա Տեր, խնդրում եմ, ասա ինձ, ինչ անեմ հիմա, ոչ թե ինչու, այլ ինչ անեմ հիմա, որպիսի կրկնակի հաջողություն ունենամ։ Եթե կհամարձակվես եռակի ուզի, ես մի անգամ կրկնակին եմ ուզել եւ ստացվել է։ Եվ դա խենթություն էր։ Գիտեք, ասենք մենք ապրանք էինք բերել Եվրոպայից եւ առաջի խմբականակը եկել էր ամբողջովին ջնջխված, ջախջախված, ճմրթված եւ ոչնչացած եւ ապրանքի տեղը եկել էր աղբ։ Ու հիմա իմ բոլոր ընկերները, պարտներները կանգնած նայում են այդ աղբին ու ասում են, ինչ անենք, գնանք տներներս ծախենք, հələ չսկսած այս բիզնեսը։ Ես կանգնած ներսս խաղաղություն է, անպատմելի խաղաղություն է, նայում եմ ջախջախված երազանքներին, նայում եմ ջախջախված իրավիճակին եւ հենց այդ պահին հարցրեցի Տիրոջը։ Գիտեք, ինձ է ուզում սատանային մռմռացնեմ, ասի Տեր, հիմա ես ինչ կարող եմ անել,
որ այս իրավիճակում երկու անգամ ավելի շատ շահույթ ունենամ, քան նախատեսել էի, եթե այս ապրանքը նորմալ գար եւ մենք վաճառեինք։ Բոլորը վազում էին աչու ձախ, բոլորը ինչ որ բաներ էին անում, բոլորը անհանգստացած էին, ասում էին ինչ ես դու տենց հանգիստ կանգնել։ Ես հանգիստ կանգնած նայում էի այդ ջախջախված ամեն ինչին եւ սպասում էի Տիրոջը, ու հենց այդ վարքյանին այնքան Աստծուն դա դուր է գալիս։ Այնքան է դուր գալիս, չեք պատկերացնի, հենց այդ վարքյանին լուծում եկավ։ Ես գնացի ու բոլորին ասացի, մենք այս իրավիճակից կրկնակի շահույթով ենք դուրս գալի, ասին դու ով ես։ Ինչ շահույթ։ Եթե միայն մինուսով դուրս չգանք, չեմ ուզում երկարացնել, կրկնակի շահույթով այդ իրավիճակից դուրս եկանք։ Կրկնակի շահույթով, որովհետև Աստծուն դուր եկավ։ Աստծուն դուր եկավ մի հավատացյալի աննորմալությունը, որը չի նայում իրավիճակին, ասում է Տեր, ես գիտեմ, որ դու ինձ հետ ես, ես չեմ նայում այս ֆիզիկական իրավիճակին եւ ես ուզում եմ քեզ հարց տալ, ինչ անեմ, որ կրկնակի ավելի շատ հաջողություն ունենամ։ Դրա համար, երբ ես չգիտեմ ինչ իրավիճակներ կարող են լինել քո կյանքում, ինչպիսի հարձակումներ կարող է բերի քեզ սատանան, բայց ասա Տեր, ոչ թե նվնվա, ոչ թե ասա ինչի ինձ թողեցիր, ինչի ինձ արեցիր, այլ ասա խնդրում եմ ինձ ասա, ինչ անեմ, որ սատանան փոշմանի, որ եկել է իմ կյանքի մեջ։ Այնպիսի օրհնություն ու հաջողություն ունենամ, որ ուղղակի փոշմանի, որ մյուս անգամ էլ վախենա այդ հարցում մոտենալի։ Ամեն։ Փորձիր։ Հալելույա Հիսուս։ Գիտեք, աշխարհը սովորեցնում է, որ դու պիտի ուժեղ լինես։ Բայց Աստված ասում է, որ ես քո տկարությունների մեջ քեզ զորացնողն եմ։ Այնպես չի, որ եկեղեցում հավաքվել է աշխարհի ուժեղագույնների ընտրանին։ Չէ, այդպես չի։ Շատ ավելի ուժեղ մարդիկ կարող են լինել աշխարհում։ Բայց մենք բոլոր իրավիճակներում կարող ենք հաղթանակ ունենալ, ինչ որ այդ ուժեղագույն մարդիկ չեն կարող։ Եթե թույլ տանք, որ Տերը իր զորությունով ամեն ժամանակ մեզ օգնի։ Հալելույա։ Ուրեմն մի հանի Աստծուն քո խնդիրների միջից։ Սիրելիներս, երբ խնդիրը գալիս է, երբ վախը գալիս է, դու ունես երկու ընտրություն։ Կամ նայել վախին, տեսնել նրա հսկայական հասակը եւ ասել, դե այս Գողիաթին սատկացնել կլինի։ Կամ, ինչպես ասում էր Իսրայելի ողջ բանակը, ներառյալ նրանց թագավոր Սավուղը։ Կամ էլ երկրորդը նայել Աստծուն, Դավթի նման, տեսնել Աստծո մեծությունը ու հասկանալ, որ Գողիաթը մեծ, բայց պոտենցիալ դիակ է, որովհետև դու Աստված ունես, որովհետև դու Տեր ունես։ Մի հանիր Աստծուն քո խնդիրներից եւ քո Գողիաթները, քո վախերը վայր են ընկնելու։ Հիսուս Քրիստոսի անունով։